Հիմա նրանք նախընտրական դաշինք չեն կազմի, բայց բոլորը կհավաքեն խորհրդան անցնող օրինակ ինչ-որ շեմ։ Հետագայում ոնց եք դառնալու երկրի, ոնց եք ստանձնելու երկրի ղեկավարությունը, տրամաբանական հարց։ Դուք Գյումրի օրինակ ասենք օրինակ, այդ եմ ասում, ոնց է, եթե Նարեկ Կարապետյանը հայտարարում է ժողովրդին, մենք չենք միանալու նախկինների հետ, հայերեն բացատրեմ, եթե չեք միանալու նախկինների հետ, ոնց եք դառնալու իշխանություն, միանալու եք, չէ, հետ ընտրական փուլում եք, չէ, միանալու, խորհրդարան անցնելուց հետո եք, չէ, միանալու, չեք կարա, այլ պարագա չկա, ոնց կարա, ասենք հիմա ուզում եմ ասել, որ Սամվել Կարապետյանը կամ այն քաղաքական ուժը, որը նա է ղեկավարում, ենթադրում է, որ ինքը 50+1% ձայն է հավաքելու, բացառվում է, իրենք էլ գիտեն, որ բացառվում է։ Ինչու՞։ Որտեվ նույնն են, իրենք իրար ընդդիմության ձայներն են տանելու իրենք իրար մեջից։ Տիկին Մինասյան, Գյումրիի դեպքում էլ եք դուք նման բան են ասում։ Դե բայց Գյումրիի դեպքում ոչ մեկ 50+1% չտարավ, իրենք միացան իրար, հետ ընտրական փուլում միացան իրար։ Հիմա անկեղծ լրագրողներին հորդորում եմ, հարցրեք Նարեկ Կարապետյանից, նախընտրական փուլում չեք միանալու, դաշինք չեք կազմելու, բա հետ ընտրական փուլում էլ չեք կազմելու, եթե չեք կազմելու, չեք դառնալու իշխանություն։